Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են կառավարությունից։ Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան եւ ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման երկուստեք հետաքրքրվածության մասին, ինչը դրական եւ ողջունելի գործընթաց է։ Չան Թան Մանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստան-Վիետնամ բարեկամությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ միջոցառումների եւ քայլերի մշակման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են նաև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչը կարող է հավելյալ խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանը եւ Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 15-ից 17 ներառյալ կգործուղվի Բելգիայի թագավորություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություններ պետք է ներկայացվեն վարչապետի աշխատակազմ եւ արտաքին գործերի նախարարություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը ազատվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 9-ին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ մաղթել հաջողություններ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը սկսելու առթիվ եւ արդյունավետ գործունեություն մաղթել երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։ Կողմերը ընդգծել են, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցում են ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների եւ արժեքների հիման վրա։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում եւ կարեւորել գործարար շփումների համար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերը։ Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության դրական դինամիկան։ Մնացական Սաֆարյանը դեսպան Թրեյնորին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագիծը, անդրադարձել ավելի լայն տարածաշրջանային զարգացումներին։ Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ռադեկ Ռուբեշի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման, փորձի փոխանակման կարևորությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության սերտացման շուրջ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ապրիլի 2-ից 3-ին մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի կայուն ներառական գիտահեն եւ ապացուցահեն լուծումների առաջխաղացման ԵՏՀ տարածաշրջանում 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի եւ դրա կայուն զարգացման նպատակների համար խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ եւ այլ շահագրգիռ կողմեր։ Անդրադառնալու 2030 թվականի կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորություններին, քննարկելու դրանց վերաբերյալ նորարարական եւ փաստահեն լուծումները։
Իր ելույթում Դավիթ Խաչատրյանը նշել է կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման ուղղություններով։ Դավիթ Խաչատրյանը խոսել է կանանց և աղջիկների հզորացման, գենդերային հավասարության առաջ խաղացման, նրանց տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ունեցած դերի մասին։ Ընդգծելով թվայնացման գործընթացի կարևորությունը, բանախոսը նշել է, որ այն հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական հմտությունները, ունենալ իրենց սեփական բիզնեսն ու ապահովել կայուն եկամուտ։ Որպես լավագույն օրինակ, Խաչատրյանը խոսել է թվային գրագիտության զարգացման դասընթացի մասին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և նախատեսված է մարզաբնակ կանանց համար։ Այն նպատակ ունի զարգացնել վերջիններիս թվային հմտությունները, հնարավորություն տալով արդյունավետ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ստեղծել թվային բովանդակություն և ունենալ զբաղվածություն։ Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել, միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ Armenpress գործակալության հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի կայքէջից։ Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև, ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։ Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ 100 հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի վայրագությունների հետևանքով, նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշեցրել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։ Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են, ընդգծել է նա։ Մեկ այլ պատգամավոր Նիկոլաս Բեյը քննադատել է Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել Եվրամիությանը ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները։ Եկեք աջակցենք Հայաստանին տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը, հավելել է կանաչների ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան։ Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև Եվրամիության շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ, հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։ Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ, նշել է Մարի Տուսենը, ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է, այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը։ Սև ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները, ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան, ավելացրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ և կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարների հանդիպման ժամանակ Բաքվում։
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտի կապակցությամբ։ Նախագահ Թրամփը անհամբերությամբ սպասում է դրա ստորագրմանը եւ վավերացմանը, քանի որ կայունությունն ու խաղաղությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը, ասել է Ջեյքոբսը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել կրոնական եւ ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության եւ խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը։ Ինչպես տեղեկացնում են ՄԻԲ գրասենյակից, իր խոսքում պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Նա ընդգծել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդումներում ոլորտին առնչվող առանձին մեծ հատված է ներառվել, ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը։ Ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության եւ բազմազանության վերաբերյալ հավասարակշռված ու նրբանկատ լուսաբանումը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ավստրիական Կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռք բերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ավստրիական եւ Կարմիր խաչի ընկերությունների համագործակցությունը, հատկապես կարևորել կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով 2022 թվականին մեկնարկած Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հաջողությամբ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 9 հենակետ, աշխատանքներ են տարվում եւս 3 հենակետի ստեղծման ուղղությամբ։ Էդուարդ Տրամպուշը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման ուղղությամբ փրկարար ծառայության ջանքերը։ Նա նշել է, որ աղետների կառավարման ոլորտում կամավորական շարժման խթանումն ապահովում է արագ, ճկուն եւ արդյունավետ արձագանքման հնարավորություն։ Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում կամավորական շարժման ինստիտուցիոնալիզացմանը։ Քննարկվել են նաև կամավորական հենակետերի տեխնիկական վերազինման, հեռավոր համայնքներում նոր հենակետերի ստեղծման հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 3-ից 4-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որոնցից 5-ը նախկինում կատարված։ Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության փորձի մարմնական վնասվածք պատճառելու եւ խարդախության մեկական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 9 պատահար, 14 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 4:19-ին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Կապան քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արևելք 10 կիլոմետր օջախի խորությամբ գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ, երկրաշարժը Կապան քաղաքում զգացվել է 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվեց ներքին գործերի նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը, որն այս տարի էլ անցավ համառ պայքարում։ Թիմային հաշվարկում 3-րդ տեղը գրավեց տեսալուսանկարանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը։ Հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության զորքերի հավաքականը։ Անհատական պայքարում 3-րդ տեղը գրավեց ամենքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվան Դադոնցը, երկրորդը տեսալուսանկարանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի աշխատակից Միքայել Գրիգորյանն էր, իսկ առաջին տեղը գրավեց սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակից Հովհաննես Մաթևոսյանը։ Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգևները հանձնեց մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Air Force One ինքնաթիռում գտնվող լրագրողներին հպարտությամբ ցուցադրել է իր վարչակազմի $5 միլիոն արժողությամբ նոր ոսկե քարտի դիզայնը, տեղեկացնում է New York Post-ը։ $5 միլիոն այն կարող է լինել ձեր լրագրողներին, ասել է Թրամփը։ Սա քարտերից առաջինն էր, գիտեք, սա ինչ քարտ է, սա ոսկե քարտն է, հաղթաթուղթը նշել է նա։ Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել է, որ մտադիր է սկսել ոսկե քարտեր վաճառել, որոնք կներառեն գրին քարտ գումարած արտոնություններ հարուստ օտարերկրացիների համար, արդյունավետորեն արդիականացնելով ծանրաբեռնված եւ ծանրաբեռնված EB-5 վիզային ծրագիրը։ Շատերը կարծում են, որ ծնկահոդի խնդիրները սկսվում են միայն մեծ տարիքում, բայց իրականում ծնկահոդը սկսում է ծերանալ նույնիսկ 25-ից 30 տարեկանում։ Բժիշկ ռադիոլոգ Օֆելիա Ալիխանյանը տեղեկացնում է, թե ինչն է մաշում ծնկահոդը։ Նրա խոսքով ավելորդ քաշը, նույնիսկ ամեն 1 կիլոգրամ ավելորդ քաշը 4 անգամ ավելացնում է ծնկահոդի ծանրաբեռնվածությունը։ Նստակյաց կենսակերպը, չշարժվող ծնկահոդը արագորեն կորցնում է իր առանձգականությունը, վնասվածքները, անգամ փոքրիկ վնասվածքները կարող են աստիճանաբար բերել արթրոզի զարգացման, վատ կոշիկները, անհարմար կամ բարձրակրունկ կոշիկները փոխում են ծանրաբեռնվածության բաշխումը, վնասելով ծնկահոդը։ Նա խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է պահպանել ծնկահոդը, մարզվել, հատուկ վարժություններ կատարելով ծնկահոդի համար, հետևել քաշին, նվազեցնել ծնկահոդի վրա ճնշումը եւ ուշադրություն դարձնել ցավին, եթե ծնկի ցավը հաճախակի կամ երկարատև է, անհրաժեշտ է դիմել բժիշկների օգնությանը։ Աշխարհում խոլերայի դեպքերի եւ մահերի թիվը 2024-ին 2023 թվականի համեմատ աճել է մոտ 50%-ով, 2024-ին գրանցվել է առնվազն 810,000 դեպք եւ 5900 մահ։ ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ Ժնևում կայացած ճեպազրույցում այս մասին նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոլերայի դեմ պայքարի խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոսան։ Չնայած այս տարվա վերջին կհրապարակենք ավելի ամբողջական վիճակագրություն, նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին ԱՀԿ գրանցել է գրեթե խոլերայով վարակման 810,000 դեպք եւ 5900 մահվան դեպք, ինչը 23 թվականի համեմատ աճել է մոտավորապես 50%-ով, նշված է հաղորդագրության մեջ։ Նա ավելացրել է, որ այս թվերը ցույց չեն տալիս ամբողջական պատկերը, քանի որ պաշտոնական հաշվետվությունները մնում են թերի։ Կազմակերպության տվյալներով 2025-ի սկզբից 25 երկրներում գրանցվել է խոլերայի գրեթե 100,000 դեպք եւ 1300 մահ։ Խոլերան շարունակում է ընդգրկել նոր երկրներ։ Այս տարի Նամիբիան հայտնել է խոլերայի բռնկման մասին 10 տարի ոչ մի դեպքից հետո։ Երկրներ, ինչպիսիք են Քենիան, Մալավին, Զամբիան եւ Զիմբաբվեն, որոնք նախկինում ասում էին, որ իրենց մոտ դադարել են բռնկումները, դեպքերի աճ են արձանագրում, ցավով արձանագրել է Բարբոսան։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 28-ից մինչև 30-ի։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ապրիլի 6-ից 3-ը 7-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին 6-ի գիշերը 7-ից 8-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև։ Հնարավոր է նաեւ ամպրոպ։ Տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Ապրիլի 8-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ապրիլի 6-ին եւ 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում մինչև 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։